Խոսքս առաջին հերթին ուղղում եմ մեր մայրերին ու քույրերին։ Որպես հայկին հայտարարում եմ, որ այսօր մեզ վրա շատ մեծ պատասխանատվություն է դրված։ Կանայք իրենց ուսերին մեծ բեռ են կրում։ Եվ դրանով պայմանավորված մենք ունենք իրավունք պահանջելու, որ մեր պետությունը կատարի բոլոր պարտավորությունները, սկսած բանակային կյանքի արդյունավետ կազմակերպումից, մինչև սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։ Օրվա իշխանությունները ցույց են տվել, որ իրենք անկարող են և ունակ չեն հաղթահարելու մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները։ Ավելին, այս իշխանություններն իրենց քաղաքականությամբ խորացնում են մարտահրավերները և ստեղծում նոր խնդիրներ։ Մենք համոզված ենք, որ մեր երկրին անհրաժեշտ է նոր առաջնորդություն, նոր իշխանություն, կառավարման նոր որակ և հասարակական հարաբերությունների կարգավորման նոր ձև։ Պառակտումը, ներքին թշնամանքը, օտարահաճո քաղաքականությունը, անորակ կառավարումը մեծ շռայլություն է Հայաստանի Հանրապետության համար։ Վերջին 8 տարիները ցույց տվեցին, թե ինչ ողբերգություն են բերում դավաճանությունը, ապիկարությունը, ազգային արժեքների ոտնահարումը, հակառակորդների պարտադրանքով քայլերի իրականացումը։ Մենք, հայ կանայք և մայրերս, ամենաշատն ենք ցանկանում խաղաղություն և զարգացում։ Մեզ հիմա հրամցնում են կեղծ խաղաղություն, որը բացառապես կախված է լինելու Ալիևի կամքից և Թուրքիայի տրամադրությունից։ Իսկ դա նշանակում է հայկական կողմի անվերջ զիջումներ և նոր ողբերգություններ։ Հայ մայրերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այլ ազգերի ներկայացուցիչ կանայք գիտեն խաղաղության արժեքը։ Համոզված եմ, որ որդեկորույս մայրերն ամենաշատն են ուզում խաղաղություն։ Իրական խաղաղությունը պետք է լինի երաշխավորված։ Դա հնարավոր չէ օրվա իշխանությունների օրոք։ Դա է պատճառը, որ Մայր Հայաստանը ձգտում է իշխանափոխության, կոչ անելով բոլոր ընդդիմադիր ուժերին կարևոր հարցերում լինել միասնական, պայքարը տանել բացառապես փոփոխությունների ուղղությամբ և միմյանց չթիրախավորել։ Իմ կոչը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու հատկապես կանանց հետևյալն է. անպայման մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, մերժել ՔՊԱ-ական իշխանությանը, չտրվել կեղծ խոստումներին ու ստերին։ Ընտրությանը մասնակցելը մեր իրավունքն ու պարտականությունն է, իսկ միասնականությունը մեր փրկության բանալին։ Ուստի պետք է միանալ, որ փոխել։